Սրբոց թարգմանչած տոնը ցույց է տալիս հայ ժողովրդի բացառիկ սերն ու հարգանքը դեպի գիրը, գիտելիքը, առաջընթացը։ Հայոց եկեղեցին Հավուր պատշաճի հիշատակում է թարգմանչած տոնը, ներառելով նաև բոլորային սրբերին, որոնք թարգմանության երանելի գործը կատարեցին ի փառս Աստծո։ Հիշատակելով այս տոնը հույս ու նպատակ ունենք վերհիշելու, թե ով ենք, որտեղից ենք գալիս եւ հասկանալու, թե դեպի ուր պիտի շարժվենք։ Էրեբունի համայնքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին հոկտեմբերի 11-ին մարդկանց հրավիրել էր Սուրբ Պատարագի։ Կիսակառույց եկեղեցում սրբազան արարողությունը կատարվեց օծված վեմքարի վրա։ Ներկաների հիմնական մասը աղոթքներով, հոգևոր ապրումներով հետևում էր սրբազան արարողության ընթացքին։ Շատերը հաղորդություն ճաշակեցին։ Պատարագիչը համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանն էր։ Քարոզխոսության մեջ մենք շեշտադրեցինք մեր ակունքները, որ այսօրվա մարդը գրեթե իր ակունքներից հեռանում է եւ այսօրվա աշխարհը հրամցնում է մարդուն, որ մարդը հեռանա ակունքներից, ընտանիքից, իր իրականությունից, եկեղեցուց եւ մոռանա իր մարդեղացման բուն նպատակը։ Մարդը լույս աշխարհ է գալիս, որպեսզի ապրի առաքինիկ կյանքով, այնուհետեւ միանա Տիրոջը, սրբանա։ Նպատակը սա է։ Եվ մեր այսօրվա տոնն էլ դա է խորհրդանշում։ Մենք գնահատենք այն գրերը, որոնք Սուրբ վարդապետները փոխանցեցին մեզ եւ մինչ այսօր մենք պարտավորվածություն ունենք իրենց առջեւ եւ ամեն մի հայ, որը կարդում է եւ գրում է, իրենց առջեւ մեծ պարտավորվածություն ունի։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու երգչախմբի ղեկավարը երաժիշտ Կարինե Ջանոյանն է։ Շաբաթը մեկ երգչախմբի անդամների հետ դասեր է անցկացնում։ Այժմ Սուրբ Մեսրոպ եկեղեցում օգնում եմ Տեր Ղուկասին այս դժվար գործում, որը որ ինքը կատարում է բացօթյա եկեղեցում, ձյունին, անձրևին, ցրտին, քամուն, աշխատում ենք իրեն զորավիք լինել, օգնել։ Պատարագը դա մեզ համար աղոթք է, կապ չունի թարգմանչած տոնին կլինի, թե սովորական կիրակնօրյա պատարագ կլինի։ Դա որպես աղոթք ենք մենք ընկալում եւ իմ աղջիկներին էլ փոքրիկ 15-16 տարեկան աղջիկներ են հիմնականում երգողները եւ իրենք էլ դա այդպես ընկալում են որպես աղոթք։ Մայրաքաղաքի Սուրբ Մեսրոպ եկեղեցում ձևավորված համայնքի անդամները իրենց կարողություններով օգտակար են լինում եկեղեցու գործերին։ Տարոն Դիլբարյանը խորան է բարձրանում, Մարգարիտ Հովանիսյանը կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհին է։ Փորձում ենք ամեն կերպ հիմքը դրել մեր երեխեքի մոտ քրիստոնեական հավատքը զորացնել, որպեսզի մեր վաղվա սերունդը արդեն քրիստոնեական արժեքներով կայացած մարդիկ լինեն։ Ես կնքվել եմ 10 տարեկանում կնքվելուց հետո ցանկություն այն մոտ առաջացել բարձրանալ խորան, այդ ժամանակվանից բարձրանում եմ։ Արդեն 5 տարի ես խորան եմ բարձրանում։ Ես դառնալու եմ քահանա 9-րդ դասանս ավարտելուց հետո մեկնելու եմ Երուսաղեմ, 6 տարի ուսանեմ ու վերադառնամ Հայաստան։ Սուրբ Մեսրոպը Էրեբունի վարչական շրջանի միակ սրբատեղին է։ Ցուրտը, շոգը, անձրևը, կիզիչ արևը չեն խանգարում, որ մարդիկ բաց երկնքի տակ մասնակցեն Սուրբ Պատարագին, եւ կարեւոր է, որ անտարբեր համայնք չէ, փորձում են աջակցել, օգտակար լինել, ասում է համայնքի հոգևոր հովիվ Տեր Ղուկասը։ Այստեղ տնակային պայմաններում գործում են խմբակներ՝ կիրակնօրյա դպրոց, ծխական խորհուրդ, տիկնանց միություն։